Անտուն կենդանիները շուտով նոր կացարան կունենան։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 թափառող շների համար եւ ճաղավանդակներից բացի կունենա նաեւ բացօթյա առանձնացված տարածքներ։ Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որտեղ կենդանիները իրենց առավել ապահով եւ անվտանգ կզգան։ Կացարանի նախագիծը կազմվել է միջազգային հաջողված փորձի հիման վրա։ Կառուցվելու է հենց կենդանիների խնամքի կենտրոն Հողակի տարածքում։ Կացարանը հարմարեցած է լինելու երկարաժամկետ մշտական կենդանիների պահպան համար, այսինքն տարածքում կենդանիները ոչ թե ուղղակի բանտարկված են լինելու, այլ նաև ունենալու են հնարավորություն ազատ տեղաշարժի եւ բնականաբար ապահովված են լինելու կերով, ջրով ու բժշկական ծառայություններով։ Շինարարության մրցույթն արդեն իսկ հայտարարված է, տարեսկզբին աշխատանքները կմեկնարկեն ու մի քանի ամսվա ընթացքում քաղաքը կունենա թափառող կենդանիների համար առաջին պետական կացարանը։ Նախապատվությունը առաջինը կտրվի այն կենդանիներին, որոնց տերերը հրաժարվել են նրանցից։ Շատ ցեղատեսակի շներ ուղղակի փողոցում հայտնվելուց չեն կարող ապրել, չեն կարող դիմակայել, ձեռբերված փորձն հնարավորություն է տալիս հասկանալու, թե որ կենդանիները ավելի մեծ հավանականություն ունեն որդեգրվելու, խնամակալության հանձնվելու եւ հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվելու են։ Մասնագետը նկատում է լքված կենդանիներին ապաստան տալը լավ գաղափար է, բայց նախ եւ առաջ կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի վերահսկողություն է լինելու կացարանում։ Լավ կլիներ, եթե հանրային վերահսկողություն լիներ հնարավոր ռիսկերից խուսափելու համար։ Քաղաքապետարանի աշխատակիցները ասել են, որ առողջ կենդանի չի քնեցվելու։ Այստեղ ոչ թե թղթով առողջ կենդանի քնեցնելու մասին է, այլ պատշաճ ստուգելու մասին է, որովհետև այն կենդանիները, որոնք ոչ խնամող ունեն, ոչ իրենց հետևից գնում են, ոչ իրենց մասին հարցնող կա, իրենց երբ որ ստուգում են լեշմանիոզ, թեստը շատ հաճախ կարա սխալվի եւ այդպիսի բազմաթիվ դեպքեր է եղել եւ աղմուկ է եղել, որ կենդանին, որը ունի որևէ սիմպտոմ, սովորական ռեփիդ տեստի անալիզի հիման վրա քնեցվում է։ Սակայն այդ ռեփիդ տեստի դրականը համարվում է դրական միայն այլ 5 սիմպտոմների հետ միասին, քանի որ ռեփիդ տեստը ինքը չի համարվում վերջնական դիագնոստիկա։ Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանից նկատում են, սին են այն պնդումները, թե կենդանիների կացարանում տեղ գտած շները ոչ պատշաճ վերահսկողություն են անցնում։ Հետևողական են, որ թափառող շները ապրեն անվտանգ ու ապահով պայմաններում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։